Արդեն ասացի, թե Վարդանց պատերազմը ինչ մեծ դեր ուներ հայ ինքնության մեջ եւ այդ ապստամբությունների շարքում առաջինը լինելով պետականության կորստից հետո ինչ մեծ դեր ուներ սենց լուսավոր կետ, որին միշտ նայելով հայ ժողովուրդը ապրել է մինչեւ նորագույն ժամանակաշրջան։ Բնականաբար միջնադարը եւ հայ առաքելական եկեղեցին հսկայական դեր ունի, իսկ Վարդանանք եկեղեցու սրբերն էին Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, սա էլ է փաստ։ Հիմա ցանկացած հայ ժողովրդին թշնամական ուժ միշտ ցկտել է խփել հայ ժողովրդի արժեքային համակարգին։ Հայ ժողովրդի արժեքային համակարգի մեջ առաջնային դեր ունի հայ առաքելական եկեղեցին։ Ես հեռու եմ այն մտքից, որ ասեմ բոլոր հայերը անպայման քրիստոնյա են հայ առաքելական եկեղեցու հետնորդները, ոչ, կան աթեիստներ, կան, չգիտեմ, կաթոլիկ հայեր, բողոքական հայեր եւ այլ, ընդհանուր մինչեւ իսլամադավան հայեր կան։ Սա թողնենք, սա չի քննարկված, ես երբեք չեմ ասում, որ բոլոր հայերը անպայման պետք է լինեն քրիստոնյա եւ առաքելական եկեղեցու հետնորդ, ոչ, բայց միջնադարում եւ նոր ու նորագույն ժամանակների սկզբում արժեքային համակարգի հայ ժողովրդի 99%-ի արժեքաբանական համակարգում հայ առաքելական եկեղեցին հսկայական դեր ուներ։